Առողջապահության նախարարության բյուջեն նախորդ տարի կազմել է 171,2 միլիարդ դրամ, կրկնակի ավելի, քան 2018-ին։ Ֆինանսական միջոցների աճը ուղղվել են թե կապիտալ ծախսերի մեծացմանը եւ թե մեր քաղաքականության առողջապահության ոլորտում տարմանը եւ մեր քաղաքացիների առողջության մասին հոգ տանելուն։ Իրականացված քաղաքականության արդյունքում 2024 թվականին Հայաստանում գրանցվել է երբևէ վիճակագրորեն արձանագրված ամենաբարձր կյանքի միջին տևողությունը՝ 78,6 տարեկան։ Մեզ համար կարծում եմ բավական մեծ ձեռքբերում է եւ մենք շարունակելու ենք մեր ներդրումները մարդկային կապիտալի, այդ թվում նաեւ առողջության մեջ եւ սա արդեն իսկ շատ մեծ ձևով հետ է վերադառնում մեր քաղաքացիների թե կյանքի որակի եւ թե կյանքի երկարության վրա։ 2025-ը եղել է առողջության համընդհանուր ապահովագրության նախապատրաստական ամենաարդյունավետ տարին։ Ընդունվել է օրենսդրական փաթեթը, հաստատվել են ենթաօրենսդրական ակտերը։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը, որը բավական բազմաշերտ, դժվար եւ երկար սպասված բարեփոխում էր, արդեն իսկ կարելի է ասել, որ հաջողության պատմություն է եւ վերջին 6 ամիսների ընթացքում մենք ականատես ենք մեր քաղաքացիների գոհունակությանը, շնորհակալությանը եւ մեր քաղաքականությունը շարունակվելու է եւ ի հեճուկս ընդդիմության եւ նախընտրական քարոզի շրջանակներում բազմիցս կեղծ թեզերի ուրեմն շրջանառությանը առողջության համընդհանուր ապահովագրությունը 2027 թվականի հունվարի 1-ից ել ավելի կընդլայնվի ուրեմն ներառվող շրջանակների մասով եւ 2028 թվականին արդեն կամփոփի մեր ողջ բնակչությունը։ Նախարարը կրկնել է ապահովագրության ներդերման ժամանակ տնտեսվարողներին վարչապետի արած կոչը։ Մեր ընդհանուր քաղաքական թիմի կոչն էր, որ մեր տնտեսվարողները հնարավորինս վերանայեն աշխատավարձերը եւ ըստ էության բոլոր այն չգրանցված հատվածը եւս դառնա գրանցված աշխատավարձ եւ մեր քաղաքացիները այս երաշխիքից օգտվելու հնարավորություն ունենան եւ ես ուրախությամբ նշեմ, որ այս 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացողների թիվը վերջին 5 ամիսների ընթացքում էականորեն մեծացել է եւ սա էլ ապահովագրության նաեւ դրական կողմնակի ազդեցություններից մեկն է լինելու։ Գերատեսչությունը հրաժարվել է բուժկենտրոնների վերակառուցման մոտեցումից։ Փորձը ցույց է տվել, որ նույնիսկ նախորդիվ կառուցված շենքերը, եթե անգամ սեյսմակայունության խնդիր չեն ունեցել, միևնույն է չեն ունենում նոր ստանդարտներին համահունչ միջավայր։ Այս առումով է, որ մեր կապիտալ շինարարությունների կատարողականը 2025 թվականին որոշակի ուրեմն մաս ունի չկատարված, ես ուզում եմ վստահեցնել, որ 2026 թվականի ընթացքում թե կապիտալ շինարարությունների եւ թե վերազինման աշխատանքները ուրեմն տեմպով ընթանում են եւ կառավարության ծրագրով խոստացված 50 առողջապահական կազմակերպություն ունենալու ծրագիրը մինչեւ տարվա մենք ըստ էության իրականացնելու ենք։ Նախարարը նաև հայտնել է, որ շտապօգնության կանչի գնի վերանայման արդյունքում վերանայվել է շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը, ինչը կնպաստի ավելի լավ կադրեր ընդգրկելուն։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։